Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա։ Բայց, սիրելի կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել եւ իրար պաշտպանել։ Ինչ է պետք անել։ Պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին, հայտարարելով, որ չենք հանդուրժելու այլևս բռնությունը մեր ընտանիքներում։ Հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել։ Մի վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է։ Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ հստակ հայտարարելով։ Չենք հանդուրժում այլևս։ Կարճ, կոնկրետ։ Սիրելի կանայք, այս խնդիրը բոլորիս խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, կարգավիճակից, կրթությունից, սոցիալական կարգավիճակից։ Խնդրում եմ իրար դեմ մի պայքարեք, իմ դեմ մի պայքարեք։ Խնդրում եմ իրար մի հարվածեք եւ ինձ էլ մի հարվածեք։ Այս հարցում մի հարվածեք։ Մենք պարտավոր ենք պաշտպանել մեզ, մեր երեխաներին, մեր ընտանիքները, մեր պետությունը, թույլ չտալով, որ բռնության մշակույթը խեղի կյանքեր կործանի ճակատագրեր։ Բոլորով միասին բարձր ասենք, չենք հանդուրժում այլևս։ Կարճ, կոնկրետ։ Վաղ ազգային ժողովի առաջին նիստն է եւ ես հույս ունեմ, որ առաջին օրենքի նախագիծը, որ կընդունի այս ազգային ժողովը, կլինի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Իսկ փոփոխությունը կլինի այն, որ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցակազմ տեղ կգտնի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում։ Ինչու է սա կարևոր։ Հիմա էլ ընտանիքների ներսում տեղի ունեցող բռնության երևույթները դատապարտվում են տարբեր հոդվածներով քրեական օրենսգրքով։ Մասնավորապես հոդված 196-ը սահմանում է մարդուն ֆիզիկական ցավ եւ հոգեկան տառապանք պատճառելը, եթե դա կատարվում է մերձավոր ազգականի կողմից, իսկ ամուսինները համարվում են մերձավոր ազգական, եթե կատարվում է հանցավորից կախվածության մեջ գտնվողի նկատմամբ, իսկ կանայք հիմնականում կախվածության մեջ են գտնվում ամուսիններից, եթե կատարվում է հղի կնոջ նկատմամբ, դատապարտվում է 3-ից 7 տարի ազատազրկմամբ։ Ինչը կարևոր, որպեսզի այս եւ մնացած տարբեր հոդվածներում տեղ գտած բռնության երևույթները տեղավորվեն ընտանեկան բռնություն անունը կրող հոդվածի տակ, որպեսզի ամուսինները ճանաչեն իրենց արարքը, նույնականացնեն քրեական հանցագործության հետ եւ գիտակցեն դրա հնարավոր հետևանքները։ Հիմա որևէ տղամարդ չգիտի, որ կնոջը ապտակել է, իր կնոջը ապտակել է, դատապարտելի քրեական հանցագործություն է։ Որևէ կին չգիտի, որ այդ ստացած ապտակը, որը եւ ֆիզիկական ցավ, եւ հոգեկան տառապանք է պատճառում, ոչ թե նորմալ երևույթ է, ոչ թե սիրո կամ ուշադրության արտահայտություն է, այլ պարզապես քրեական հանցագործություն, որը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով դատապարտվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։ Նաև սա հնարավորություն կտա, որպեսզի կանայք ամուսնու կողմից բռնության ենթարկվելու բողոքով ոստիկանություն ներկայանալու պարագայում չստանան պատասխան, որ դե լավ ընտանիք է, ամեն ինչ կպատահի, ինչ ես ճոխացնում, գնա այսօր ծեծեց, վաղը կսիրի, ամեն ինչ կանցնի։ Մենք իրավունք չունենք թույլ տալու մեզ, որպեսզի մեր ընտանիքները լինեն քրեական ենթամշակույթի բնօրյան, այնինչ, եթե քրեական հանցագործությունները ընդունելի են ընտանիքների ներսում, դա չի կարող չբերել, չծնել նոր հանցագործություններ, դա չի կարող քրեական ենթամշակույթը չհիմնավորել մեզանում որպես պարզապես կյանքի օրենք։ Նախկինում նման փորձ եղել է քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցակազմ ներառելու փորձ եղել է, որը անհաջողության է մատնվել պատճառաբանությամբ, որ մեր օրենսգրքի կառուցվածքը այլ է եւ նման հնարավորություն չի տալիս։ Կարծում եմ, որ օրենսգրքի կառուցվածքը ամենակարևորը չէ այս խոսակցության մեջ եւ կարող է փոքրիչ փոփոխվել։ Շնորհակալություն եւ հաջողություն եմ մաղթում
այս խորհրդարանի աշխատանքներին։